Առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Կանոնագիրքն ու պատմությունն է ուսումնասիրում վարչապետը, նշում, որ եկեղեցականներ կան, որոնք չպիտի լինեն իրենց զբաղեցրած հաստիկներում։ Մոտ մի շաբաթ առաջ Facebook-յան հայտարարությունների ցանկում էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել կաթողիկոսին փոխելու հարցով։ Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած։ Գրքերին հղում անելով հստակ ասում է Փաշինյանը, կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսները այս դեպքում կաթողիկոսի գլխավորությամբ պետք է կարգալույծ արվեն, բայց նույն կանոնագրքի համաձայն Մայրաթոռի Մատենադարանի հրատարակչության տնօրեն Տեր Արարատն ասում է, կաթողիկոսի կարգալույծ լինելու հարցը եկեղեցու ներքին գործն է։ Ամենայն հայոց կաթողիկոսների վերաբերող բոլոր հարցերը կարգավորվում են ազգային եկեղեցական ժողովի որոշումներով։ Ազգային եկեղեցական ժողով կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի 2/3-ը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարքև Բարսեղյանի խոսքով սահմանադրությամբ հնարավոր չէ հեռացնել կաթողիկոսին, պետք է ներքին ընդվզում լինի եկեղեցում, ինչը նա հնարավոր չի համարում։ Այսինքն ցանկացած հոգևորական այսօր եթե հանկարծ հակադրվեց եկեղեցական կարգին, կաթողիկոս ուղղակի կարող է կարգալույծ հռչակել ու վերջ։ Կաթողիկոսի ստեղծած համակարգում նրան հարգում սիրում են, ասում է Բարսեղյանն ու նշում, դարեր շարունակ այդպես է եղել։ Կաթողիկոսը միայն սեփական կամքով կարող է հեռանալ, ինչպես Եփրեմ Ձորագեղձին 1800-ականներին, իսկ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պետությունն ու եկեղեցին հակադրվել են։ Սկզբում կաթողիկոսներն ու թագավորները պահում էին լավ հարաբերություններ, իսկ հետո Հուսիկին մահուչապ ծեծեցին Տիրան թագավորի հրամանով եւ արքան այդ ժամանակ ինքը նշանակեց կաթողիկոս, եկեղեցին իրեն ենթարկելով։ Ըստ պատմական որոշ աղբյուրների Պապ թագավորը նույնպես եկեղեցին վերահսկելու փորձ է արել թունավորելով Ներսես մեծին եւ նշանակել հոգեվոր նոր առաջնորդ։ Ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ որ Հայաստանում եղել է նաեւ պետականություն, կամ բավականին լավ համագործակցել են եւ ունենք փայլուն օրինակներ, կամ նաեւ ունեցել են խնդիրներ։ Երբ թագավորություն չենք ունեցել, իրավիճակն այլ է եղել։ Այդ ժամանակաշրջանում, երբ արաբական արշավանքները Հայաստան էին հասնում, դրանց առաջնորդները նախընտրում էին հոգևորականների միջոցով հայ ժողովրդի հետ հարցերը կարգավորել։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Մարիա Կարապետյանը պատմական ավելի ուշ ժամանակաշրջան է հիշատակում, նշելով, որ եկեղեցին ազգային ազատագրական պայքարից հեռացել էր։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ։ Այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Բայց աստվածաբան Բարսեղյանի խոսքով այդ ժամանակ եկեղեցու համար ծանր դրություն էր։ Կաթողիկոսին նշանակում էին պարսից օսմանյան շահերը կամ ռուսաց ցարերը, բայց հավելում է. եկեղեցուն ձեռնտու է պետականության լինելը, այդ ժամանակ հոգևորականները միայն ներքին հոգևոր մշակութային գործերով կարող են զբաղվել։ Քաղաքական հայտարարություններ է հիշում падգամավոր Կարապետյանը Մայրաթոռի եւ arczepiskopos-ներից մեկի խոսակցությունը նշելով։ Իսկ ով է ասում, որ եկեղեցին քաղաքական դիրքորոշում չպետք է ունենա, նշում է աստվածաբանը։ Հոգևոր դասը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է բխող իրավունքներով եւ պարտականություններով։ Պետությունը որևէ երկրում ժողովրդավարական որևէ կերպ չի կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին եւ գործունեությանը։ Կուսակրոնությունը հանրայնորեն հռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար եւ ոչ միայն դա անելու համար։ Եվ մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը։ Կամ կյանքը պետք է համապատասխանի կանոնագրքին, կամ կանոնագիրքը կյանքին։ Կարող է կարճաժամկետ պետությունը տվյալ դեպքում հաղթում է կամ հարց է լուծում, բայց եկեղեցու թուլացումը բերում է պետության թուլացմանն ու գործանման։ Որովհետև այսօրվա իրականությունը եթե դիտարկենք անկախ ամեն ինչից, հայ առաքելական եկեղեցին այսօր ավելի մեծ իշխանություն ունի հայ ժողովրդի վրա, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության շրջանակներում, ամենայն հայոց կաթողիկոս իշխանությունը ամբողջ աշխարհի հայ ժողովրդի վրա։ Եկեղեցու եւ պետության կարգավորված հարաբերություններն ըստ Բարսեղյանի նպաստում են պետության զարգացմանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։